Այս տարվան առաջին գիսամյակին Հայաստանի մեջ արձանագրված է 1,42,000 զբոսաշրջային այցելություն, ըստ տնտեսության նախարար Գևորգ Բաբոյանին, տվյալ ժամանակահատվածի մեջ սա ամենաբարձր ցուցանիշն է մեր երկրի մեջ, մինչդեռ դարեվերջին կգնգալվի նոր մրցանիշ արդեն դարվան գդրվածքով։ Հայաստան Եվրոպական միություն վիզաներու ազատականացման երկխոսության շրջանակներում մեջ քննարկված են սահմաններու համալիր կառավարման հիմնախնդիրները, այս մասին հաղորդակցություն տարածեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Գարույց են հայտնած, որ սահմաններու համալիր կառավարումը Հայաստան Եվրամիություն վիզաներու ազատականացման երկխոսության շրջանակներում մեջ իրականացվող գործողություններու կարևոր ուղղություններն է։ Հանդիպման ընթացքին մասնակիցներու ներկայացված է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմեն շրջանառվող Հայաստանի պետական սահմանի համալիր կառավարման համագարկի ռազմավարության եւ գործողություններու ծրագիրի նախագծի վերաբերյալ հանգամանալից տեղեկություն, մասնակիցներու կողմեն ընդգծված է նախագծի կարևորությունը եւ այն կարելիին չափշուտ հաստատելու անհրաժեշտությունը։ Հանդիպան ավարտին ցերկբերված է պայմանավորվածություն Հայաստանի պետական սահմանի համալիր կառավարման համագարկի ռազմավարության եւ գործողություններու ծրագիրի շուրջ իրավասու մարմիններուն հետ աշխատանքները աշխուժացնելու եւ գործողությունները համացանցնելու վերաբերյալ։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մկրտչյան հանդիպում ունեցած է միջազգային արևդուրի Ամերիկայի խորհրդի ավագ փոխնախագահ Քրիստեն Քաուֆմանի եւ շրջակա միջավայրի եւ գայուն զարգացման ավագ տնօրեն Ագնես Վիմբլանդի հետ։ Կհայտնեն տեսփանադունեն քննարկված են համագործակցության կարելիությունները, մասնավորապես գայուն զարգացման, այդ ուղղությամբ քաղաքականություններու մշակման, մասնավոր հատվածի ներգրավման եւ միջազգային գործընկերություններու ընդլայնման ուղղություններով։ Քննարկված է նաեւ գործարար պատվիրակության մասնակցությունը Հայաստանի մեջ կայանալի ՄԱԳ-ի կենսաբանական բազմազանության մասին 17-րդ համաժողովին։ Հանդիպման շրջանակներում մեջ տեսփան Մկրտչյան ներկայացուցած է նաև Հայաստանի կառավարության կողմեն կատարվող տնտեսական բարեփոխումները, ինչպես նաև ընդգծած միջազգային գործարար շրջանակներուն հետ համագործակցության խորացման կարևորությունը։ Միացյալ Թագավորության մեջ Հայաստանի արտագաղթ եւ լիազոր տեսփան Վարուժան Ներսեսյան հանդիպած է վերագառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ։ Կհայտնեն տեսփանադունեն։ Տեսփան Ներսեսյան Դիգին Ռենո Բասոյին փոխանցած է Հայաստանի կառավարության հրավերը մասնակցելու Երևանի մեջ կայանալի կենսաբանական բազմազանության մասին համաժողովի 17-րդ նիստին։ Զրուցակիցները քննարկած են երկարամյա գործընկերություն եւ անդրադարձած առաջնահերթ ոլորտներու մեջ համագործակցության ընդլայնման հերանեկարներում։ Կողմերը միտքեր փոխանակած են նաև տարածաշրջանային զարգացումներու շուրջ։ Ամերիկայի զինված ուժերը նոր հարվածներ հաստուցած են Իրանի տարածքին մեջ գտնվող գառույցներուն, հայտնած է Ամերիկա կենտրոնական հրամանատարությունը։ Ամերիկյան կողմին փոխանցման հարվածներ կշարունակվին եւ նպատակ ունին ավելի դգարացնել Իրանի ռազմական կարողությունները։ Իրանի Բանդար Խամիր քաղաքի մեջ գտնվող գամուրջներուն Ամերիկայի հարվածներուն հետևանքով զոհված է 7 անձ եւս 9 վիրավոր կա։ Այս գիշեր Ամերիկան հարվածած է Բանդար Խամիրի գամուրջները, որոնց մեկը գգաբե Բանդար Աբբասը եւ Ֆարս նահանգի քաղաքը։ Հարվածը հասցված է երթևեկության ժամանակ, որուն հետևանքով մարդոց մեկ մաս ինգած է գամուրջեն։ Ամերիկայի զինված ուժերու կենտրոնական հրամանատարությունը հայտարարած է Իրանի մեջ թիրախներու թեմ հարվածներու հերթական ալիքի ավարտի մասին։ Հարձակումի ընթացքին գիրառված են գործանիշներ, անօդաչու թռչող սարքեր եւ ռազմական նավեր։ Հրամանատարության տվյալներով ոչնչացված են իրանյան ռազմական զինամթերք։ Ամերիկան Իրանի նավահանգիստներու նկատմամբ ծովային շրջափակումը վերսկսած է հուլիս 14-ին։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ կանխազերծած է հետախուզական տվյալներ, որոնք անոր խոսքով ցույց կտան, որ Չինաստան աստած է Ամերիկայի ընտրություններուն վրա, հաղորդե CNN։ Անոր բնդմամբ Չինաստանը անօրինական կերպով ստացած է 220 միլիոն ամերիկացի քվեարկողներու տվյալներ։ Թրամփին խոսքով Բեյջինգը այդպիսով կփորձեր այնպես անել, որ ինք բարդվի 2020 թվականի ընտրություններուն։ Այդ ժամանակ Թրամփ բարդված էր դեմոկրատ Ջո Բայդենին։ Չինաստանը բազմիցս հերքեց ընտրություններու միջամտելու հետ բոլոր մեղադրանքները։ CNN նաև կհիշեցնե, որ 2021 թվականին Ամերիկայի հետախուզական ծառայությունները կանխազերծած էին զեկույցը, որուն համաձայն Չինաստանը նախընտրած է չփորձել աստել ընտրություններու արդյունքներուն վրա, որպեսզի չվնասի Ամերիկա-Չինաստան հարաբերությունները։
Կրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի Տերասցան եւ բեմադրիչ Սիմոն Ապկարյանը բարգեւադրեց Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարարության ոսկե մեդալով։ Սիմոն Ապկարյանին հանձնվեցավ նաեւ ոսկե ծիրան վարպետ մրցանակը։ Շնորհակալություն հայտնելով քննադանքին համար Սիմոն Ապկարյանը ընդգծած է. «Ուրախ եմ, որ Հայաստանի մեջ եմ եւ այս գեղեցիկ փառատոնի մեկ մասնիկն եմ»։ Սիմոն Ապկարյանը Երևանի ոսկե ծիրան 20-րդ միջազգային փառատոնի պատվավոր հյուրերեն է։ Ցեզի Անի Զեյթունցյանը